Խոսելով աշխարհում հաջողված ստարտափների օրինակներից, այսօր ուզում եմ խոսել հայկական ստարտափների մասին եւ ներկայացնել, թե ինչ հաջողություններ ունենք այս ոլորտում։ Նշեմ, որ ունենք հայ համահիմնադիրներով արդեն 3 յունիքորն ընկերություն, այսինքն ընկերություններ, որոնց կապիտալիզացիան բարձր է 1 միլիարդ դոլարից։ Նման ընկերություններ են Service Titan-ը, Pixart-ը, Gecko-ն։ Այս ընկերություններից Service Titan-ը 2024-ին իրականացրել է IPO, արժեթղթերի հրապարակային առաջարկ, եւ ընկերության բաժնետամսերը այժմ ցուցակված են Nasdaq-ում, եւ յուրաքանչյուր մարդ յուրաքանչյուր պահի կարող է գնել եւ վաճառել Service Titan-ի արժեթղթերը, ինչպես օրինակ Google-ինը, Microsoft-ինը, Nvidia-ինը եւ նման այլ ընկերություններինը։ Ունեցել ենք նաեւ այնպիսի ստարտափներ, որոնք IPO չեն արել եւ վաճառվել են, եւ ներդրողները այդ վաճառքից ունեցել են եկամուտ։ Միայն 2025 թվականին ունեցել ենք հայկական ստարտափների 4 վաճառք եւ բոլորը գործունեություն են ծավալել AI ոլորտում։ Էկոհամակարգում ունենք նաեւ շատ հաջողված ստարտափների օրինակներ, որոնք դեռևս IPO չեն արել կամ չեն վաճառվել եւ ներդրողներն արդեն ունեն 20-ից մինչեւ 120 անգամ եկամուտներ։ Նման օրինակներ են Code Signal-ը, Superannotate-ը, ACD Mark-ը, Crisp-ը եւ այլն։ Այսօր նման ներդրումներ իրականացրելու հնարավորություն ունի մեզնից յուրաքանչյուրը։ Հետևեք մեզ նման հնարավորությունների մասին ավելի մանրամասն իմանալու համար։